կար մի Աստծո ծառա, որը այնքան անհրաժեշտ մարդ էր իր ժամանակին, դատավորած գրքում է գրված, որի անունը Սամսոն էր։ Աստված հայտնվել էր Սամսոնի հորն ու մորը, երբ որ երեխա չունեին, ու խոստում էր տվել, որ դուք երեխա կունենաք, ուխտի երեխա կունենաք, որ մազերը երկար պիտի լինի, ու այդ հնազանդության մեջ, որ ինքը մազերը չկտրի, այդ հնազանդության մեջ լիներ Աստծո զորությունը, որ պետք էր Սամսոնի պես մարդը, որ լավ դատավարություն անի, ու բղշտացիները սարսափ էին ներշնչում Իսրայելի համար այդ ժամանակ, ու Սամսոնի պես մարդ եղավ, ու հաղթում էր բոլորին։ Աստծո ժողովրդի պարծանքն էր դարել Սամսոնը, Աստծո օծությունը կար նրանում, ու հաղթանակներ էր տանում։ Հիմա հարց ովքեր որ ճանաչում են, ովքեր որ կարդացել են Սամսոնի պատմությունը, ինչ վճարեց Սատանան Սամսոնին հաղթելու համար։ Ինչ վճարեց, քանի միլիոն։ Ինչ վճարեց, հիշեք։ Ընդամենը մի անբարոյական աղջկա գրգռեց, որ Սամսոնին գայթակղեցնի, գաղտնիքն էլ իմանա ու վերջը տա։ Ընդամենը, տեսակ։ Դրա համար Աստծո խոսքն ասում, նրա խոցածները զորավոր էին։ Սամսոնի պես զորավոր մարդ։ Հիմա ինչ որ ասում եմ առակով դու քեզ դիր տեղ։ Աստծո խոսքը որ քարոզվում է եկեղեցում բանաձևի նման է, A+B հավասար է C։ Դու քեզ դի դրանում, դու ասենք թե ճակերտների մեջ Սամսոնն ես, Աստված չանի։ Ինչը կարա քո պարտության պատճառ դառնա։ Ինչ սցենար պիտի գրի Սատանան։ Ինչ մեծ ֆիլմերի սցենարներ թե քեզ ոնց գցի թակարդի մեջ։ Չէ, ընդհանրապես մի հնարք, մի վիճաբանությունով, մի չգիտեմ ինչով, մանրուկ պատճառով։